Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին է գտնվում միջնադարյան հայկական հրաշակերտ վանական համալիրներից Մաքենիսի վանքը։ Հիշատակվում է վաղ միջնադարից։ Վանքը եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից մեկը։ Մատենագրական տեղեկությունները Մաքենյաց վանքի մասին հասնում են մինչև 7-րդ դար։ Ժամանակին այն եղել է ամենահայտնի վանքերից մեկը և առավելապես հայտնի է որպես հոգևոր մշակութային կյանքի կենտրոն։ 9-րդ դարի վերջում սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը նորովի կառուցում է ավերված Մաքենյաց վանքը, հիմք դնելով Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Նա եկեղեցու արևելյան պատի վրա թողել է մի մեծ արձանագրություն, որից միայն բեկորներ են պահպանվել։ Մաքենյաց վանական համալիրը բաղկացած է 37 ենթահուշարձաններից, որոնցից գլխավորներն են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գավիթը, երկու թաղածած եկեղեցիները, մեկ միանավ եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին, գմբեթավոր, արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան հորինվածք ունի, զույգ ավանդատներով։ Եկեղեցու շրջակայքում պահպանվել են խաչքարեր, որոնք ժամանակագրական առումով համապատասխանում են 9-ից 10-րդ դարերին։ Վանքում պահվել է կենաց փայտի մասունքով Մաքենյաց Սուրբ Նշան խաչը, որը 11-րդ դարում բերվել էր Եդեսիայից։ 1170 թվականին Ներսես Շնորհալին վերցրել է Մաքենյաց վանքում մշակված եկեղեցական կանոնակարգը, որպեսզի կիրառի հայկական մյուս վանքերում ևս։ Մաքենիսի վանքի անվան հետ կապված կան մի քանի վարկածներ։ Վանքի Մաքենիս անվան ծագումը ավանդաբար կապում են Մաքի անվան հետ։ Մաքի նշանակում է ոչխար։ Վանքն ունեցել է մեծ քանակությամբ մաքիներ։ Ըստ այլոց, տեղի վանականները միշտ թաքել են մաքու բրդից գործված գեստներ և իբր դրա հետ է կապված Մաքենիս անվան ծագումը։ Մյուս վարկածը կապված է Գրիգոր Սյուփայի դուստր Մաքեի անվան հետ։ Ըստ զրույցների, իշխանը կառուցել է եկեղեցին և անվանակոչել է իր դստեր անունով։ Մաքենյաց վանքի առաջնորդ Սողոմոն Մաքենացու առաջնորդության տարիներին Մաքենյաց վանքը դարձել է Գեղարքունիք գավառի ամենանշանավոր կրոնամշակութային կենտրոնը։ Սողոմոն Մաքենացու հիմնադրած դպրոցը գոյատևել է գրեթե մեկ դար։ Այստեղ է ուսանել պատմիչ Հովհաննես Դրասխանագերդցին։ Այստեղ ուսուցանելու են եկել և Սյունյաց աշխարհից, և Հայաստանի տարբեր վայրերից։ Դպրոցում դասավանդվել է փիլիսոփայություն, աստվածաբանություն, սաղմոսերգություն և երաժշտություն։ Հենց Մաքենիսում է ստեղծվել տոնական ժողովածուն, որը քրիստոնեական տոների, վարքերի, վկայաբանությունների, ճառերի ամբողջական ժողովածու է, որը ճառերի պարունակության հետևանքով կոչվել է նաև ճառընտիր։ Ճառընտիրը ստեղծվել է Մաքենյաց վանքում 747 թվականին, և այդ մասին տեղեկությունը պահպանվել է հայոց ամենամեծ ձեռագրում Մշո ճառընտիրում։ Աղբյուրներում Սողոմոն Մաքենացին հիշատակվում է որպես Հայրենյաց պարծանք անունով։ Միջնադարում վանքը այնքան հռչակավոր է եղել, որ պատմիչ Մովսես Կաղանկատվացին այն բնորոշել է «Մեծ մայրաքաղաքը Մաքենացոց»։